Այսօր խոսալու ենք սեփական Աստված ճանաչողության մասին, անձնական Աստված ճանաչողության մասին, ինչ եմ շեշտում սեփական կամ անձնական բառը, որտեղ կարծում եմ, որ շատ քրիստոնյաներ կան, եղել են ու կարծում եմ կլինեն, որ ճանաչում են Աստծուն, հավատում են Աստծուն, բայց չունեն անձնական, սեփական Աստված ճանաչողություն։ Մարդիկ ճանաչում են Աստծուն տեղեկատվական կամ կրոնական մակարդակով։ Ինչ ասել է տեղեկատվական կամ կրոնական մակարդակով։ Մենք Աստծո մասին հիմնականում գիտենք Աստծո խոսքից։ Աստծո խոսքից մենք հասկանում ենք, թե Աստծո բնույթը ինչպիսին է, հասկանում ենք Աստծո բնավորությունը, գալիս ենք եկեղեցի, լսում ենք քարոզներ, վկայություններ ու այստեղից մենք մեր մեջ ստեղծում ենք մի պատկերացում, թե ինչպիսին է Աստված։ Կրոնական առումով, սա ամբողջ քրիստոնեության համար եմ ասում, մարդիկ կա, որ գալիս են եկեղեցի ծիսակատարության համար, սովորությունների, ավանդությունների համաձայն, գալիս են եկեղեցի ու գալով եկեղեցի սկսում են պատկերացում կազմել, թե ինչպիսին է Աստված։ Այս կետերի միջոցով մենք կարող ենք տեղեկություն ունենալ Աստծո մասին, սա նորմալ է։ Սա Աստված ճանաչողության սկիզբն է, բայց երբ որ մարդ գալիս է տարիներ շարունակ միայն ճանաչում է Աստծուն որպես տեղեկատվական կամ որպես գիտություն ու չունի անձնական սեփական Աստված ճանաչողություն, սա կարող է համարվել կրոնավորություն։ Տեսեք, մի բան է, որ դու գիտես, որ Աստված բարի է, Աստված սիրող հայր է, ներող հայր է, գթած է, բայց մի ուրիշ բան է, երբ որ դու սա զգում ես, սա վերապրում ես։ Սրանք տարբեր հասկացողություններ են։ Սա նման է նրան ինչ որ մեկը այստեղ կանգնի, ասի ես ճանաչում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին։ Եվ բոլորս էլ ճանաչում ենք։ Բայց եթե ինչ որ մեկը ասի, որ ես ճանաչում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, նրա հետ ժամանակ հանդիպում եմ, ընտրում եմ նրա հետ հաղորդակցվում եմ, սրանք տարբեր մակարդակներ են, տարբեր ճանաչողություն են։ Ու նույնը քրիստոնեության մեջ է։ Դու ինչքան էլ շատ ճանաչես Աստծուն, ինչքան էլ Աստծո մասին շատ բան իմանաս, եթե չունենաս սեփական Աստված ճանաչողություն, դա ժամանակի ընթացքում կդառնա կրոնավորություն։ Ու եկեք պատկերացնենք, եթե մենք ցանկանանք հաղորդակցվել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ, ինչ է կարծում, հնարավոր է, թե ոչ։ Միգուցե սխալվում եմ, բայց գրեթե անհնար է։ Ըստ ինձ, այստեղ գտնվողների մոտավոր 98%-ը կարծում եմ նախ չի կարող գնա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, երկրորդը եթե հասնես էլ այնտեղ, այնպես չի կարող ես հաղորդակցվել նախագահի հետ, որովհետև ինքը իր հետ հաղորդակցվելը սահմանափակ է, իրան տեսնելը այդքան էլ հեշտ չի, բայց մեր Աստվածը, որ տիեզերք ստեղծող Աստվածն է, մարդկությունը ստեղծող Աստվածն է, կենդանական աշխարհը ամբողջ տիեզերքը ինքը ստեղծել է, որ իր աչքի առաջ մեր երկրագունդը մի ավազի հատիկի չափ է, ինքը ասում է Հակոբոս 8:4-ում ասում է մոտեցեք ինձ ասում է։ Մոտեցեք ինձ եւ ես կմոտենամ ձեզ։ Հայտնության գրքում ասում է ես ձեր սրտի դրան առաջ, տեսեք, ինքը ասում է մոտեցեք, եթե դու անգամ չես մոտենում, ինքը այլ ընտրանք ունի, ինքը մեկը քայլ անելու է, ես ասում եմ քո սրտի դրան առջև կանգնած թակում եմ, ինքն է քայլ անում, եթե անգամ մենք չանենք։ Այս Աստվածը չկա այս Աստծուն մոտենալու ինչ որ սահմանափակում։ Ինքը ստեղծել է բազում հազարավոր միլիոնավոր միգուցե ազդեցիկ մարդկանց, որ մենք իրաց հետ չեն կարող հաղորդակցվել, բայց Աստված ասում է դու իմ հետ կարող ես հաղորդակցվել, կարող ես ինձ անձնապես ճանաչել։ Կուզեմ Աստծո խոսքից համարներ կարդանք, որտեղ երևում է, որ մարդիկ ունեին հավատք, մարդիկ ունեին գիտություն Աստծո մասին, բայց նրանք չունեին սեփական Աստված ճանաչողություն։ Կարդանք Գորգ Քառաքելոց 17-րդ գլխի 22-23 համարները։ Պողոսը ասում է աթենացիներին. Ով աթենացիներ, տեսնում եմ, որ դուք ամեն առումով պաշտամունքասեր եք, որովհետև շրջելիս եւ ձեր պաշտամունքի առարկաները դիտելիս գտա մի զոհասեղան, որի վրա գրված էր. անծանոթ Աստծուն։ Արդ ում դուք առանց ճանաչելու պաշտում եք, ես նրա մասին եմ քարոզում ձեզ։ Տեսեք, աթենացիները նախ ունեին հավատք առ Աստված։ Ունեին
կարիք ինչ-որ մեկին երկրպագելու, հանձնվելու։ Ունային զոհասեղան, տրամաբանական, որ նրանք զոհ էին մատուցում։ Նրանք ասում է Պողոսը, որ պաշտամունքասեր էին շատ։ Նրանք ամեն բան ունեին պաշտամունքի համար, բացի Աստծուց։ Ասում է զոհասեղանի վրա գրված էր անծանոթ Աստծուն։ Դրանք ուզում էին պաշտել ինչ-որ մեկի, բայց իրանք չեն ճանաչում են պաշտում, բայց հավատք ունեին առ Աստված։ Լսել էին Աստծո մասին, գիտեն, որ Աստված իրաց օգնում է, սիրող է, եւ այսպես շարունակ։ Բայց նրանք պաշտում էին անծանոթ Աստծուն։ Ու երևան, որ այս մարդիկ չունեին անձնական Աստված ճանաչողություն։ Ու միգուցե մենք էլ մեր վրա եթե վերցնենք, միգուցե որոշները թեկուզ գալիս են եկեղեցի, թեկուզ հավատում են Աստծուն, բայց միգուցե մարդիկ կա, որ պաշտում են ուղղակի անծանոթ ինչ-որ Աստծու, չհասկանալով շատ բաներ։ Սա ես չեմ ասում, սա ավետարանն է ասում, Մատթեոս, Ղուկաս ավետարաններում գրված է, ասում է ամեն Տեր ինձ ասողը չի մտնի երկնքի արքայություն։ Ու դրա պատասխանը հետևյալն է, ասում է Տեր, մենք քեզ հետ էինք, քո հետ քայլում էինք, քեզ հետ նստում ենք սեղան, բայց Տերը ասում է ես ձեզ չեմ ճանաչում, ով բոլոր անիրավություններ գործողներ։ Ու այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որ մենք ինչքան էլ ճանաչենք Աստծուն, ինչքան էլ իմանանք իր մասին, այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որ շատ կարևոր է, որ Աստված ինքը ճանաչի մեզ։ Մենք ինչքան էլ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին ճանաչենք, ինչքան էլ իր մասին լիքը տեղեկություն իմանանք, ոչինչ է։ Բայց եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մեզ ճանաչի, այդ արդեն ուրիշ դիրք է։ Ու նույնը Աստված պաշտության մեջ է։ Երբ որ մենք Աստծուն ճանաչում ենք, բայց Աստված մեզ չի ճանաչում, ինչ օգուտ։ Անցնենք առաջ Ելից 20-րդ գլխի 19 համար կուզեմ կարդանք, ժողովուրդը ասում է Մովսեսին, դու խոսիր մեզ հետ եւ մենք կլսենք, բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք։ Տեսեք, ժողովուրդը ասում է մենք չենք ուզում Աստծո ձայնը լսել։ Դու ավելավա դու խոսիր ու մեզ փոխանցի թե Աստված ինչ է ասում։ Այս համարից կարելի է եզրակացնել, որ ժողովուրդը չուներ սեփական Աստված ճանաչողություն։ Չնայած որ նրանք տեսել էին շատ գերբնական հրաշքներ, որ Աստված հենց ինքը գործել էր այս ժողովրդի մեջ։ Մինչև Ելիս 22-րդ գլուխը տեսնում ենք, որ 10 պատիժները, երբ որ Եգիպտոսում եղավ, նրանք ականատես եղան։ Երբ որ ծովի մեջով իրանք Արմի ծովի մեջով անցնում էին, իրանք ականատես եղան այդ գերբնական հրաշքի։ Երբ որ ամեն առավոտյան արթնանում են եւ մանանա են ուտում, դա գերբնական հրաշք է։ Դա ամեն օր տեսնում են, ինչ գերբնական հրաշքներ։ Ու երբ որ կրակի սյունը գիշերը եւ ցերեկը ամպի սյունը նրանց ճանապարհ էր ուղեկցում, ինչ է կարծում, ամեն օր տեսնում էին գերբնական հրաշքներ։ Ես ինքս եղել եմ այդ անապատում, ինքը ամառը երբ որ պլյուս 40 ու ավել ջերմաստիճանն է լինում ու արևը տաքացնում է, շիկացնում է ավազը ու համ տակից է տաքություն լինում ու համ վերևից ահավոր է։ Եթե մի ժամ անգամ գլուխդ բաց պահես, կարող արևը հարվես եւ ուշաթափվես։ Ու Աստված անգամ հոգում էր այս կոմֆորտ հարցերը, որ իրանք ամպիսյունի տակով հով գնան։ Անապատում են պես չի, որ ծառկա կարող էին գնալ հովին չհանգստանալի նոր ճանապարհ անցնել։ Ամբողջ ճանապարհը բաց երկնքի տակ։ Աստված անգամ սա էր հոգում ու սրանք իրանք տենում էին։ Ու տեսեք, Ելից 32-րդ գլխում գրված է, որ երբ որ Մովսեսը բարձրացավ Սինա լեռը 10 պատվիրանները գրելու համար, ժողովուրդը մտածեցին, որ նա ուշանում է։ Ու ինչ որոշեցին, ասացին, բա մենք առանց Աստված չենք մնալու։ Իրանք Աստծուն կապում էին Մովսեսի հետ։ Ու Ահարոնը ասում է, որ բոլորդ հավաքեք ձեր ոսկե օղերը, որպեսզի մեզ Աստված սարքենք, այսպես ասած։ Ու բոլորը հավաքում են իրանց ոսկե օղերը ու կառուցում են ոսկե հորթ։ Այստեղից երևում է, որ Իսրայել ժողովուրդը չուներ սեփական Աստված ճանաչողություն։ Նրանց հույսը Մովսեսի վրա էր։ Նրանք ճանաչում էին Աստծուն Մովսեսի միջոցով։ Այո, Մովսեսը ուներ Աստված ճանաչողության շատ բարձր դիր, գրված է, որ ինքը անգամ դեմ առ դեմ խոսում էր Աստծո հետ, բայց դա իր սեփական Աստված ճանաչողությունն էր։ Դա Իսրայել ժողովրդինը չէր։ Ոչ իմն է, ոչ ձերն է, ոչ էլ Իսրայելինը։ Դա Մովսեսինն էր։ Մովսեսի սեփական Աստված ճանաչողությունն էր։
Մենք ամեն մեկս պետք է ունենանք մեր անձնական, մեր սեփական հաղորդակցությունն Աստծո հետ։ Ամեն։ Մեր մեջ էլ կան այսպիսի մարդիկ, երբ որ ինչ-որ խնդիր է առաջանում, գալիս են ավակ ծառայողների, հովների մոտ, իհարկե սա նորմալ է, ես էլ եմ անում, կամ ինչ-որ հյուր է գալիս մանավանդ դրսից, մենք մի անգամ գնում ենք, ասում ենք աղոթեք մեզ համար։ Նորմալ է, բայց նորմալ չի այն դեպքում, երբ որ դու քեզ համար չես աղոթում։ Դու միայն հույսը դնում ես ավակ ծառայողների, որտեղ ավակները Աստծո հետ ավելի մոտ են, բայց ինչու՞ բայց, եթե դու կարող ես ունենալ անձնական հաղորդակցություն Աստծո հետ, անձնական Աստված ճանաչողություն, ինչու՞ եթե դու չես կարող քո խնդիրը, նախ եթե հիվանդ ես, չգիտեմ, ինչ-որ խնդրի մեջ ես, դու բերել Աստծո առջև, ինչու՞։ Մենք պետք է այս մակարդակից դուրս գանք ու Աստծո հետ ավելի մոտենանք, որպեսզի մեր խնդիրները գոնե փոքր մենք կարողանանք լուծենք։ Չգնանք մի անգամ ասենց հյուր գալիս իր մոտ, հովիների մոտ։ Իհարկե սա Աստվածաշնչյան է, բայց այնպես չի, որ բոլոր բառականներում մենք պետք է վազենք մի անգամուց իրաց մոտ։ Մենք պետք է մեր հարցերը գոնե կարողանանք Աստծո հետ որոշ չափով լուծենք։ Գոնե եմ ասում, էլի սա։ Ու միշտ այստեղ իմ համար մտածել եմ, էլի, լավ, ինչքան Իսրայել ժողովուրդը պետք է կներեք բարձրաբար աներես լինի, որ այսքանից հետո Աստված այսքան բան արեց, ու իրանք հեդիկ չի ուրացան, հələ մի հատ իրանց ունեցվածքը դրեցին, ինչ-որ ոսկե հորդ, այդ ոսկե հորդը չեմ կարծում ինչ-որ փոքր սենց սուվիներ էր։ Կարծում իրական չափերի ոսկե հորդ էր ու բավականին մեծ էր։ Ինչքան աներս պետք է անեին, որ այսպիսի բան անեին, բայց երբ որ մենք մեր կյանքին նայենք, մեր սխալները, մեր կախվածությունները, մեր բաստողումները ու այսպես շարունակ ու սա գումարենք, կարծում եմ մի փոքր ոսկե օղի չափ կհավաքվի։ Բոլորի մասին չի խոսքը, մեծամասնության։ Փոքր օղի չափ գոնե կհավաքվի, փոքր սխալները։ Ու այդ որ փոքր սխալները գումարենք իրար, կարծում եմ ոչ թե ոսկե հորդ, այլ ավելի մեծ կենդանի, չգիտեմ, ոսկե փիղ կամ ավելի մեծ կենդանի կարող ենք պատրաստել։ Ու հասկանում եմ, որ մարդը նույնն է։ Մենք Իսրայել ժողովրդից ոչ ավել ենք, ոչ պակաս ենք։ Մի հատ տեսահոլովակ կուզեմ նայենք իրար հետ, սա փորձ է։ Տեսեք, այստեղ բոլորը դերասաններ են, խնդրեմ երաժշտությունը քիչ հասնեք, բացի այս աղջկանից ու հիվանդանոցում հերթ են կանգնած ու զանգ է հնչում ամեն անգամ ու բոլորը ոտքի են կանգնում, պայմանավորված։ Ու մի քանի անգամ հետո այս աղջիկը զգում է, որ ինքը ոնց որ միայնակ է ու ինքն էլ է սկսում առանց հասկանալ կանգնել ոտքի։ Ու այսպես շարունակ, քանի որ հիվանդանոցը սկսում են մարդկանց կանչել իրանց հերթին, հեսա, կամաց սա քչանալու են։ Ու որը ժամանակը մեկ զանգը տալիս է ու բոլորը կանգնում են։ Ու այստեղ հարց առաջանում, որ միայնակ մնա այս կինը ինչ է անելու։ Միայնակ է, ոչ մեկ իրան ոչ տիպում է, ոչ ինքը ինչ-որ մեկի ադության տակ է, բայց ինքը կանգնում է ոտքի։ Ու գալիս են արդեն թույլ են տալի, որ ուրիշ մարդիկ գան հերթի մեջ, էլի դերասաններ չեն, հերթի մեջ իրական սպասող մարդիկ են։ Այստեղ այնտեղ զարմանում ասում է, խի է կանգնում ոտքի։ Հետո հարցնում ասում է, ինչու է կանգնում։ Կինը պատասխանում ասում է, բոլորը անում են, ես էլ եմ անում, կարգ է։ Ու ինքը կանգնում է ոտքի։ Ու այսպես շարունակ, հետո նոր մարդիկ են գալիս։ Էլի սկզբից չեն հասկանում, ինչու։ Հետո արդեն երկրորդ, երրորդ անգամից իրանք էլ են սկսում կանել ու այսպես շարունակ։ Տեսեք, ես աղջիկա կերպարը ու մյուսների կերպարը, որ գալիս են հետո, մի քիչ ծիծաղելի է, չէ՞։ Բայց վստահեցնում եմ ձեզ, որ շատ ժամանակ մենք այս վիճակում հայտնվում ենք։ Եթե մենք չունենանք սեփական Աստված ճանաչողություն, մեր շրջապատը մեզ թելադրելու է, թե մենք ինչ անենք,
թե մոդայի հետ շարժվենք, թե ինչ անենք, ինչքան անենք, ինչպես անենք ու այսպես շարունակ։ Օրինակ, չգիտեմ, մի քանի հատ օրինակ բերեմ, մենք սիրում ենք հայերս աման օրը ճոխ նշել, թեկուզ գումար չունենք, բայց սիրում ենք, որ մեր հյուրերին զարմացնենք։ Եկեք խոստովանենք։ Թեկուզ գումար չունենք, պարքով մենք միգուցե զարմացնենք մեր հյուրերին։ Ինչի համար, որովհետև բոլորը այսպես են նշում, բոլորը ճոխ։ Մենք մի քանի օրվա մեջ ծախսում ենք այնքան գումար, որ կարելի է 2 ամիս դրանով ապրել։ Ինչի համար, որովհետև զարմացնելու բան ունենք։ Ու սա մեզ թելադրում է ոչ թե մեր անձը, այլ թելադրում է մեր կողքինները։ Բոլորը սրա մեջ կանք, եկեք խոստովանենք։ Այս վերջում մի տեղ թաղում էի ու երբ որ մահացածին տանում էինք, եմ ստացած ես էլ բռնեցի, մի հատ տղա շատ ոգևորած ասում է խփում ենք դռներին տան, նոր հանենք, ես չգիտեմ ճիշտն ասած, առաջ անգամ էի տեսնում, այտենց խփեցինք, այտենց գնացինք դուրս, այդ ցրտին ասում է պետք է 7 կրուկ ֆրստենք։ Հետո ասում է չէ, ձախ չենք ֆրստում, աջ ենք ֆրստում, բան։ Դե արեցինք, դե ամեն դեպքում դե հարմար չի։ Հետո վերջում մոտեցա այս տողն ասում, լավ, ինչի համար ենք ես ամեն ինչ անում։ Ասում է ճիշտ ասած չգիտեմ, ասում է։ Ասում է գյուղը, մեր գյուղում ավանդույթ կա, ու շատ տեղեր կա, ասում է անում են, մենք էլ անում ենք։ Բայց նպատակը որ ասում է չէ, ձախ չի, աջ։ Գոնե իմացի, բացատրություն ունեցի, էլի, ասենք առանց հասկանալ խի ես անում այսքանը։ Կամ եկեղեցիներում խաչակնքվելը։ Կան մարդիկ, որ սա դարձնում են պաշտամունքի շատ կարևոր մաս, որ խաչակնքվելը շատ կարևոր է։ Իհարկե դեմ չեմ խաչակնքվելուն, բայց երբ որ մարդը դա պաշտամունքի մի մաս է դարձնում, դա արդեն անթույլատրելի է, որովհետև ես ուսումնասիրել եմ, գիտեմ, որ առաջի, երկրորդ, երրորդ դարերում, երբ որ հալածանքը քրիստոնյաների հանդեպ շատ մեծ էր, քրիստոնյաները ունեին գաղտնաբառեր, ու դրանցից մեկը խաչակնքվել էր, որ դիմացին հասկացնեն, որ իրանք քրիստոնյա են։ Ու դա եկել հասել է մեր օրեր ու դարձել է շատ կարևոր մի հատ ինչ-որ ծիսական արարողակարգ։ Կամ հենց ինքը մոմավառությունը։ Շատերը կապում են իրանց աղոթքը մոմի հետ ու պաշտամունքի մաս շատ կարևոր մաս են դարձնում։ Ինչքան խնդիրը մեծ է, այնքան մոմը ավելի մեծ է ալնում։ Կամ եթե մոմ չվառես, Աստված քեզ չի լսի։ Այս վերջում տեսալովակ տեսա, որ եթե սիրտդ խնդիր ունի, սրտի տեսքով մոմ կա, եվրոպական չեմ հիշում, որ երկրում էր, եկեղեցում կաթոլիկ, մոմը վառում ես ու սիրտդ լավանում է, չգիտեմ, թոքերդ, ոտքը ցավում է, ոտքի մեծ մոմ sense։ Ու հասկանում ես, որ մարդիկ պաշտամունքը կապում են մոմի հետ։ Այնինչ ժամանակին գիտենք, որ ապակի չի եղել, երբ որ եկեղեցին կառուցել են, պատոնները մաքսիմալ փոքր են արել, որպեսզի տաքությունը կանան ձմեռը ապահովեն ու ըստ դրա մոմ են վառել, որպեսզի լուսավոր լինի ու մոմի դեմ աղոթք են արել։ Բայց եկել հասել է մեզ, եկեղեցիներում տասնյակ լույսեր կա, բայց մարդիկ մոմ են վառում, որպեսզի իրաց աղոթքը տեղ հասնի։ Տեսեք, մարդիկ չեն հասկանում։ Ու այսպես շատ օրինակներ կարող եմ ասել, որ մարդիկ անում են այնպիսի բաներ, որ չեն հասկանում դրա նպատակը ու կապում են աստվածպաշտության հետ։ Երբ որ ուշադիր լինենք, մենք էլ ենք անում, հնարավոր է անում ենք մեր աստվածապաշտության մեջ որոշ բաներ, որ ինքներս էլ անգամ չենք հասկանում, թե խի ենք անում։ Ես երբ որ իրապես Աստծուն առաջ անգամ ճանաչեցի, 12-13 տարեկան եմ, հիշում եմ, ճամբարում եւ այդ զգացողությունը այնպեսին էր, որ անգամ ոտքի վրա չէի կանգնեի, ու մինչև հիմա զգում եմ։ Ու ես դրանից առաջ մինչև 12-13 տարեկանը միշտ ծնվել եմ հոգևոր ընտանիքում ու եկել եմ միշտ եկեղեցի, բայց ոչ թե իմ կյանքով, այլ տնեցիք եկել են, տունը մնաց մենակ ինչ անես։ Ստիփած եկել եմ։ Շատ ժամանակ չեմ ուզել, բայց էլի եկել եմ։ Չգիտեմ, եկել եմ մանկական պատանեկան, որովհետև հավես էր անցնում, խաղեր էին խաղում, ճիշտ է, խոսքի ժամանակ ձանձրանում, մի խոսքով չէի հասկանում շատ բաներ։ Դաժե ես հիշում եմ մի անգամ այստեղից վարողը ասում էր, եկեք մեր ձեռքերը բարձրացնենք վերև երկրպագենք, ես էլ իրաց բարձրացնում եմ, բայց չի հասկանում, հետո մտածում եմ, ինչ եմ անում ես, խեմ բարձրացնում ձեռքերս։ Ես տեսնում եմ, որ բոլորը անում են, ես էլ էի կրկնում նույնը։ Բայց այդ ժամանակ ես չունեի սեփական Աստված ճանաչողություն։ Միգուցե գալիս ես եկեղեցի, քանի որ այդպես ծնողներդ գալիս են, դու էլ իրանց հետ գալիս ես։ Միգուցե ընկերներդ, միգուցե քո բարեկամները գալիս են, դու էլ ես գալիս։ Միգուցե ստիփված, միգուցե քո կամքով, միգուցե հաճելի է քեզ այստեղ լինելը, կամ դու կապվել ես ինչ-որ մարկանց հետ, որ իրան գալիս են, դուք էլ եք գալիս։
Մեկի սովորություն է, պարտավորություն է, ու այսպես շատ բաներ կարող եմ ասել։ Միգուցե բոլորը բարձրացնում են իրար ձեռքերը, դուք եք բարձրացնում, միգուցե բոլորը ընծա են տալի, դուք ասում եք լավ ամոթա, ես էլ եմ գցում, ու այսպես շատ բաներ կարող ենք ասել, որ աստվածպաշտության մեջ միգուցե մենք էլ տեսնում ենք կողքիներին եւ առանց հասկանալ անում ենք բաներ, որոնք չենք հասկանում։ Ու իմ սիրած խոսքով կուզեմ ավարտեմ խոսքս Հոբ 42-ի 5-ը։ Ասում է ես քո մասին ականջով լսում էի, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։ Գիտեք մենք Աստծո մասին ականջով շատ ենք լսում։ Շատ։ Թե քարոզների միջոցով, թե Աստվածաշունչ կարդալու միջոցով մենք ականջով շատ ենք լսում Աստծո։ Բայց մենք պետք է մեր աչքերով տեսնենք։ Գրված չի որ Հոբը իր աչքերով տեսավ Աստծուն ֆիզիկական, իր հոգու աչքերով։ Մենք պետք է կարողանանք մեր հոգու աչքերով տեսնենք Աստծուն ու ունենանք սեփական Աստված ճանաչողություն։ Սա է Աստված մեզանից ուզում։ Կարևոր չի թե ինչքան մոտ ես գտնվում Աստծուն։ Հիշիր, մոտեցիր Աստծուն եւ նա կմոտենա քեզ։ Կանգնենք ոտքի աղոթքի։ Տեր ջան, շնորհակալ ենք քո սիրո, քո ողորմության համար, Տեր ջան։ Շնորհակալ ենք, որ դու ներող հայր ես, Տեր ջան։ Խնդրում ենք, որ այն ինչ որ գիտենք քո մասին, Տեր ջան, ուղղակի չլինի որպես գիտություն։ Խնդրում ենք, որ մեզ տաս իմաստություն, որպեսզի մոտենանք քեզ ել ավելի, Տեր իմ Աստված։ Մենք գիտենք, Տեր ջան, որ դու բաց ես, դու հասանելի ես մեզ համար, Տեր իմ Աստված։ Մենք ուղիղ սրտով գալիս ենք քո առաջ եւ խնդրում ենք, որ դու հայտնես քեզ, Տեր ջան։ Մենք ուզում ենք քեզ անձնապես ճանաչել, Տեր իմ Աստված։ Չենք ուզում ինչ-որ կողքից իմանանք քո մասին, չենք ուզում ինչ-որ մեկը մեզ համար բարեխոսի, Տեր ջան։ Մենք ուզում ենք անձամբ մենք, Տեր ջան, մտերմանալ քեզ հետ, Տեր իմ Աստված։ Ու մեր խնդիրները, Տեր ջան, մենք էլ կարողանանք լուծել, Տեր իմ Աստված, քեզ հետ։ Խնդրում եմ, որ տաս մեզ ուժ եւ կարողություն, Տեր ջան։ Հալելույա։ Ամեն։